Բարև ձեզ ժողովուրդ ջան, այսօր մենք խաղում ենք Matryoshka online, ովքեր չգիտեն թե Matryoshka-ն որն է, դա այն խաղն է, որտեղ բոլոր մարդիկ իսկական են, դու կարող ես աշխատել ինչ որ ցանկանաս եւ այն քո մոտ կստացվի։ Նա իսկական կյանքի նման խաղ է, ամեն ինչ իսկական կյանքի նման են, ամեն բան իսկական է, իսկական մարդիկ եւ այլն։ Այսօրվա մեր նպատակն է, որպեսզի մենք փորձենք չմահանալ, այո, որովհետև այստեղ շատ դժվար է ողջ մնալը, քանի որ ամեն քայլափոխի մարդիկ սպանում են իրար եւ պետք է ողջ մնալ։ Ասեմ, որ ովքեր խաղը տեղյակ չեն, կարող են քաշել App Store-ում կամ Play Market-ում Matryoshka RP եւ խաղալ ինձ 25-րդ սերվերում։ Իրոք ուրեմն ասեմ, հիմա մենք այստեղից վերցրել ենք մեր ավտոմեքենան, այստեղ սեր ավտոմեքենաները ես ունեմ մեկ Opel եւ սա ընդհանրապես շատ լավ ավտո է խաղի համար, ընդհանրապես ինքը 200,000 ռուբլի է, բայց իր այսպես ասած ռուսերեն տյունինգը 1 միլիոն անցնում է, օրինակ այս ռուսերեն ասած բանտաժները, այս ռուսերեն սպոյլերները եւ այլն շտերը, սա Alit 8-ն է, ովքեր ուզում են 200,000-ից արագ ավտո կարող են գնել Alit 8-ը, չնայած որ իմը եղել է 1 միլիոն, որովհետև նա շատ ուժեղ ռուսերեն ասած տյունինգ է։ Մենք այստեղ ենք, հիմա պետք է գնանք շատ մարդամեջ եւ փորձենք գոյատևել։ Չգիտեմ, դա մեզ մոտ կստացվի թե ոչ։ Այստեղ կարող մի լույսի կանգնենք, ասենք, րոպե գնանք որտեղ կա մարդ։ Այստեղ գործանելու տեղան է, որ մենք կարող ենք գործի ընդունվել, այստեղ, չգիտեմ, ինչ եղավ, անցանք, քանի որ կանաչի արագ անցնում էի, արագոչափի տակ չնկարվեցինք, այստեղ ամեն ինչ օգտագործենք, դու չես կարող ավտո գնել եւ քշել, այստեղից պետք է վարորդական իրավունք գնել կամ ծրի վերցնել, եթե քննությունը հանձնես։ Մենք պետք է գնանք քաղաքամեջ, որպեսզի այնտեղ լիքը մարդիկ լինեն եւ փորձենք գոյատևել։ Մի րոպե։ Սա շատ գլխավոր տեղ է, այդտեղ լիքը մարդիկ կան, դա շուկան է, այնտեղ լիքը իրեր կան, լիքը մարդիկ, իսկ տեսնենք շուկայում ինչեր կան հետաքրքիր, կարող է եւ գնանք։ Ինչպես ասում ենք, արագաչափի տակ նկարվեցի եւ 1175 ռուբլի օգս գրվեց։ Ավտոն խփեցինք ու արդեն ջարդվում է։ Այստեղ փող աշխատելու տեղերը ասում։ Կարող ենք ծառ կտրել, գնանք հանքում աշխատենք, տուն ռեմոնտ ռուսերեն ասած անենք, ֆուր ավտոն բոլորը դա գիտի, կարող ենք դա քշել, իսկ մի գործը չգիտեմ, կարող ենք ֆերմեր աշխատել, սադում ռուսերեն ասած աշխատել, ստրայտել, մեխանիզատոր զավոդում աշխատել, грузчик, уборщик улиц, охотник, որսուրդ, կարող ենք նաև որսուրդ աշխատել, տաքսիստ, բոլորը գիտեք, տաքսի քշենք, դասաշիկեջի, առաքում անենք, водитель ավտոբուս քշենք եւ ավտոմեխանիկ։
Իսկ այստեղ կարող ենք արդեն աշխատել ոստիկան, որի համար մեզ պետք է վայենի բիլետ։ Դա շատ դժվար է ունենալը։ Ոստիկան բժիշկ դառնալն է դժվար, հրշեջածառայության աշխատող կամ ինչ-որ բանակում աշխատող, ինչ-որ սպա, սում ավտոներ, մի րոպե։ Ժողովուրդ, սա ջարդել են ավտոն և այստեղ թողել են։ Ես գնամ քաղաք և միանամ ձեզ։ Արդեն քաղաքից միանամ ձեզ։ Ժողովուրդ, արդեն քաղաքում եմ և ինչպես խոսում էի, տեսեք, այս մարդը ավտոբուս է քշում։ Ինչ եղավ։ Անանք շուկա և այնտեղ երևի լիքը մարդ լինի և փորձենք գոյատևել։ Կամ վագզալում իշենք, վագզալը չգիտեմ հայերեն ոնց կլինի։ Իսկ ասենք վագզալ, ռուսերեն չգիտեմ, ավտովագզալ։ Այստեղ կա նաև ավտոբազար, կարող են գնալ այնտեղից իսկական մարդիկ են ավտոների ծախում։ Այստեղ կա էլեկտրական ավտոներ, գազով ավտոներ։ Այստեղ կարող ենք անել զադանյաներ, ինչպես ասում եք, ես մեկ զադանյա արել եմ։ Այս մեկն է պետք է 5 անգամ մարդուն բարևեմ, բերեք իրեն բարևենք։ Բարևենք։ Всё, задание համարյա եղավ։ Բերեք իրան է բարևեմ։ Իրան է բարևեմ, բերեք։ Սիճոտնասներ։ Սպասենք։ Չէ։ Գնանք հիմա այստեղ ինչպես տեսնում եք ողջ մնացինք։ Ասեմ, որ այս ավտոն ամենահզոր մատորն է, ամենահզոր 5.5 այս ավտոյի համար և 5.5 լիտր շարժիչով ունի և նա վրա կա նաև տուրբո։ Հիմա այստեղ լիքը մարդ կա, ինչպես տեսնում եք, ժողովուրդ, ես մահացա, ինձ մարդ չսպանեց, բայց ես ավտոն խփեցի պատին և խփեցի լուսացույցերին և մահացա։ Չստացվեց մեզ մոտ, ես առանց ուզելու լուսացույցերին բախվեցի և մահացա։ Այսքան հավատենք վիդեոն, տեսնում ենք, որ ես հիվանդանոցում եմ, դրեք ձեր լայքը և բաժանորդագրվեք ալիքին։ Այս վիդեոյի տակ փորձենք հավաքել 5 լայք։ Ես փորձեմ այստեղից դուրս գալ։ Հաջողություն։